Այս տարի լրանում է Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը հիմնադրման պատմության, ձեռքբերումների եւ բացթողումների մասին կզրուցենք աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Միքայելյան, Վիկտոր Համբարձումյանը աստղադիտարան հիմնելու այդ գաղափարը առաջ է քաշել 1946 թվականից։ Ինչ ճանապարհ է անցել, ինչպես է ընտրվել վայրը եւ ինչպես են ձեռք բերվել առաջին սարքավորումները։ Ես կասեի նույնիսկ 44 թվականին իմ կարծիքով Համբարձումյանի մտքում դա վաղուց կար, երբ որ նա արդեն տրամադրվել էր տեղափոխվել Հայաստան։ Ինչպես գիտեք, պատերազմի տարիներին Լենինգրադի պետական համալսարանը էվակուացվել էր Ելաբուգա քաղաքը Թաթարստանի եւ իմիջիայլոց այդ ամբողջ այդ բանի ղեկավարը այդտեղ գտնվող բանի համալսարանի պրոռեկտոր Համբարձումյանն էր, ինքը պրոռեկտորն էր համալսարանի Լենինգրադում, բայց ոնց որ թե ինքը արդեն տրամադրված էր, որ դրանից հետո տեղափոխվի Հայաստան, մանավանդ որ Օրբելու հետ քննարկել էին Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծման հարցը, որը 43 թվականին իդեպ ստեղծվեց, Համբարձումյանը չհասցրեց գալ բացմանը, բայց արդեն ընտրվեց առաջին փոխպրեզիդենտ, փոխնախագահ։ Դրանից հետո 44 թվականի սկզբներին Համբարձումյանը ընտանիքով տեղափոխվեց Հայաստան եւ իմ կարծիքով նա վստահաբար եկել էր աստղադիտարան ստեղծելու նպատակով, գուցե ոչ մեկին դեռ չէր ասել։ Երբ որ արդեն անցնում է աշխատանքի, պատերազմի ավարտից անմիջապես հետո, պատերազմը 45 թվականին ավարտվեց, 46 թվականին արդեն գաղափարը կար եւ արդեն հիմքերի աշխատանքներն էին սկսվել Բյուրականի աստղադիտարան հիմնադրելու։ Իդեպ ասեմ, այդտեղ մենք անընդհատ փորձում ենք կոնկրետ օրը գտնել հիմնադրման, օր չունենք, աստիճանական ինչ-որ քայլեր են արվել երևի այդ ուղղությամբ եւ աստիճանաբար Մարգարյանը եւ Բադալյանը կային Հայաստանում արդեն որպես պրոֆեսիոնալ աստղագետներ, ուրիշ պրոֆեսիոնալ աստղագետներ չկային, մնացած բոլորին Համբարձումյանն է հավաքել ուսանողներից, փոխել ուրիշ մասնագիտություններից, օրինակ Միրզոյանը մեր վաստակաշատ գիտնական մաթեմատիկոս էր, բայց Համբարձումյանը նրան վերցրեց որպես ասպիրանտ եւ հետո համոզեց, որ դառնա աստղագետ։ Եվ այդպես մյուս բոլորը կարելի ասել, որտեղ աստղագիտության մասնագիտությամբ չկար կրթություն համալսարանական, հետո բացվեց, այսինքն Համբարձումյանի գալու հետ միասին դա էլ բացվեց, Համբարձումյանը բացեց նաև աստղաֆիզիկայի ամբիոնը պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, եւ ոնց որ աստիճանական այսպես զուգահեռ բոլոր ուղղություններով քայլեր արվեցին, հիմնադրվեց նաև Բյուրականի աստղադիտարանի հետ միասին նույն տարին Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ ամսագիրը, որը նույնպես կարևոր էր, որ աստղագետները տպագրվեին այդտեղ, եւ սկսվեցին աշխատանքները։ Հրավիրեց նաև դրսից մի քանի աստղագետ, դրսից ասած այն ժամանակ Երկրորդ միության սահմաններում, հիմնականում Լենինգրադի պետական համալսարանից, Ղազախստանից օրինակ եկավ մեկը հետագայում, եւ կանոնց կազմը համալրվեց եւ դառավ պրոֆեսիոնալ աստղադիտարան։ Չնայած Համբարձումյանը ինքը արդեն այնքան բարձր մակարդակի աստղագետ էր, որ նույնիսկ դեռ աստղադիտարան չհիմնադրված արդեն Համբարձումյանը բարձր կարգի աշխատանքներ էր անում եւ 47 թվականին հիմնադրումից 1 տարի հետո արդեն մեծ հայտնագործություն եղավ, աստղասփյուռները հայտնաբերվեցին Համբարձումյանի կողմից եւ ստացվում է, որ աստղադիտարանը նոր հիմնադրված արդեն համաշխարհային մակարդակի արդյունք է տալիս ու միանգամից հայտնի է դառնում ամբողջ աշխարհում։ Այդ ժամանակ ինչպես թվարկեցի, մի քանի հոգի կային աստղագետներ, ինձ Միրզոյանն է պատմել մեր հին վաստակաշատ աստղագետներից մեկը, որ այդ ժամանակ 8 հոգի կային աշխատանքի, 8 հոգի գիտական աշխատանքի մեջ, մնացածը նաև բարձր տեխնիկներ, բանվորներ եւ այլն բոլոր մյուս աշխատողների միասին, բայց այնուամենայնիվ փոքր էր, շատ փոքր կազմով էր աստղադիտարանը։ 8 հոգու մեջ Համբարձումյանն էր տնօրենը, Բադալյանը Մարգարյան, ինչպես թվարկեցի, Գուրզադյանը ասպիրանտ էր, նոր գալիս էր դեպի աստղագիտություն, եւ այնտեղ մի քանիսը ունեինք, որոնք հետագայում թողեցին, ճիշտն ասած, Գևորգյան կար, Վաթյան կար, որոնք թողեցին պրոֆեսիոնալ աստղագիտությունը, հեռացան դասավանդման։ Ռուբեն Սահակյան կար, մի խոսքով դա էր։ Հետո արդեն որ ամբիոնը սկսեց աշխատել պետական համալսարանում, առաջին շրջանավարտները հայտնվեցին արդեն որպես պրոֆեսիոնալ աստղագետներ կարելի է անվանել։ Այդտեղից 3 հոգու անուն կնշեմ, Խաչիկյանը, Առաքելյանը եւ Կարլոս Գրիգորյանը, որոնք հետագայում երկար տարիներ աշխատեցին Բյուրականի աստղադիտարանում եւ մեծ արդյունքների հասան։
Իսկ վայրի ընտրությունը ինչպես է կատարվել։ Վայրի ընտրությունը բարձ է, որ աստղադիտարները պետք է ընտրեն լավագույն աստղակլիմայի սկզբունքներից ելնելով, աստղակլիմա հասկացություն կա, որը սովորական կլիմայից բացի նաև ունի որոշակի լրացուցիչ պահանջներ, օրինակ վիճակագրորեն պետք է տարվա մեջ բաց երկինքը շատ լինի, այսինքն անբավարար չլինի, անձրևներ չլինեն, որպեսզի դիտումներ հնարավոր լինի անել, դա մարդը սովորական մարդը չի հետաքրում կամ չի այդքան հաշվարկում, թե տարվա մեջ քանի, ասենք, անբավարար երկինք եղավ Երևանում կամ քանի պարզ երկինք եղավ, բայց աստղագետները շատ կարևոր է եւ պարզվում է, որ տարբեր վայրերում շատ տարբեր է, սկսած 100-ից արի պակասից 365 օրից 100 օրը կարող է պարզ դնել մինչև 300, այդպիսի մեծ տիրույթում դատանումներ կան աշխարհի տարբեր վայրերում, հիմիկվա լավագույն աստղադիտարներում 300 գիշեր պարզ է։ Ափսոս բերականում իհարկե լավագույնը չի, բայց այն ժամանակվա համար դե Հայաստանի տարածքում եւ ոչ շատ հեռու էին ուզում լիներ, որպեսզի հասանելի լիներ Երևանից, հիմնականում գիտական կադրերը եւ ակադեմիան Երևանում էր պարզ է։ Բացի այդ գումարը սահմանափակել, պատերազմից հետո քայքայված տնտեսություն եւ այլն, հնարավոր չէ շատ մեծ հարաբերությունների վրա մեծ ներդրումներ կատարել այն ժամանակ, հնարավոր չափ հասանելի պետք է լիներ, եւ իհարկե ենթակառուցվածքները։ Եվ երբ որ նայում ենք բյուրական գյուղի նույնիսկ արկայությունը կարևոր էր, որտեղ բյուրականը օգնեց շատ գյուղի բնակիչներ իրենց տներում բազմաթիվ աստղագետներ, այսինքն բոլորը երևի կարելի ասել սկզբից ապրում էին գյուղացիների տներում։ Հետո մինչև կառուցվեցին մնակելի թաղամաս, մնակելի տները նոր արդեն տեղափոխվեցին։ Շինարարությունը տևել է մոտ 10 տարի։ Հա, ինչու նաև ավելի բարձր չընտրվեց, ասացի, որտեղ երևի գումարների սահմանափակում են, ես այդպես եմ ենթադրում եւ տրամաբանորեն այդպես կարելի հասկանալ, իսկ հնարավոր բարձր պետք է լիներ, որ մթնոլորտի խտությունը շատ մեծ չլինի, ինչա նոսր մթնոլորտը այնքան դիտումները ավելի բարձ, ավելի լավ արդյունք կտան։ Ու վերականը 1405 մետրի վրա է միջին բարձրությունը, օրինակ մեր գլխավոր շենքը ստույգ 1405 մետր է։ Երևանը դե մոտ գիտեք 1000 մետրի շուրջն է տատանվում, այսինքն ավելի բարձր Արագածի վրա կարելի է հասցնել մինչև 4090 գագաթը, բայց այնտեղ էլ քամիներ կան։ Այնպես չէ որ գագաթին լավագույն վայրն է, այնտեղ էլ շատ ուժեղ քամիներ կան, որոնք առաջացնում են պատկերների աղավաղում եւ դիտումների ժամանակերի լավ որակ չի ստացվում։ Եղողը բավական բարդ մի հատ գիտություն է կարելի ասել աստղագիտական աստղադիտարների վայրերի ընտրության տեսությունը։ Եվ շատ դեպքերում սխալվել են Ռուսաստանում, երբ որ 6 մետրանոց դիտակը կառուցեցին, բավական անհաջող տեղ ընտրեցին, շտապեցին, թե ինչ, բայց լավ չեն ընտրել եւ բոլորը գիտեն, որ այնտեղ խամբամատությունը շատ է։ Իսկ հիմա աշխարհում կան վայրեր, դրանք լավագույնները Հավայան կղզիներն են, Կանարյան կղզիները եւ Չիլիի հյուսիսը, այդ երեքը աշխարհի խոշորագույն աստղագիտական կենտրոններն են եւ այդտեղ միջինում 300 գիշեր դիտում են տարեկան։ 365-ից։ Մեզ մոտ ես կարծեմ թիվը չասեցի, մոտ 150 է։ Մեր մոտ միջակ կարելի անվանել այսօրվա դրությամբ։ Գումարած իհարկե Երևանի լուսավորությունը, դա էլ հատուկ տերմին կա լուսային աղտոտվածություն, իդեպ նույնպես բնապահպանական տերմին է, որովհետև դա միայն աստղագետներին չի վերաբերում, բարձում է շատ ոլորտների համար կարևոր է, որ գիշերը մութ լինի, կենսաբանության համար, օրինակ կենթայիների շատ տեսակներ խիստ վտանգված են լինում, երբ որ լուսավորություն կա, երբ որ գիշերը չեն կարողանում իրենք պատասխանվել, թաքնվել։ Մի խոսքով լուսային աղտոտվածությունը նույնպես շատ մեծացել է Երևանի աճելու հետ, իսկ Երևանի քաղաքի մասին բոլորը գիտեն, թե ինչքան փոքր քաղաք էր նախկինում, գյուղաքաղաք էր ընդամենը 20-րդ դարի սկզբներին, հետո 40-ական թվերին մոտ 40-50 հազար հազիվ էր հասնում, բայց շատ արագ աճեց եւ ես դպրոցական էի 70-ական թվականներին արդեն հայտարարեցին, որ միլիոն անցել է բնակչությունը։ Այդպիսի արագ տեմպերով էլի դեպքեր կան աշխարհում հայտնի, օրինակ Լոս Անջելեսը նույնպես նոր քաղաք էր համեմատաբար 20-րդ դարի սկզբներին կտրուկ աճեց եւ այնտեղ երկու կարևորագույն աստղադիտարան, մեկը Մաունտ Վիլսոնի աստղադիտարանի կոչվում, մեկը Մաունտ Պալոմարի, մեկը լրիվ փակվեց, մեկն էլ համարյա չի գործում Լոս Անջելեսի աճելու պատճառով, լուսավորության պատճառով։ Լուսավորությունը խանգարում է մեզ, ֆոն է ստեղծում, լուսային ֆոն է ստեղծում։
եւ այդպիսի սկզբունքներ կան թե աստղադիտարանը որտեղ կառուցել։ Դրա համար Համբարձումյանի համար բավական բարդ խնդիր էր, պետք էր նախ ուսումնասիրություններ կատարել, օրինակ շատ դեպքերում չեն զլանում եւ տարիներով շարունակ հետազոտություններ են կատարում։ Այն ժամանակ երևի այդքան չեն արել այնուամենայնիվ, մի քիչ ավելի շտապ են այդ տեղը ընտրել, բայց ամեն դեպքում Հայաստանում շատ մեծ ընտրություն չկա։ Հետաքրքիր է սարքավորումների հատկապես Շմիդտի դիտակի ձեռքբերման պատմությունը, կխնդրեի դա պատմեիք։ Դե սկզբից շատ փոքր դիտակներ ուներ աստղադիտարանը։ Առաջինը կես մետրան Շմիդ տեղադրվեց 54 թվականին, բայց մեր 1 մետրանոց Շմիդն է գլխավոր սարքը եղել երկար տարիներ եւ ամենաարդյունավետը կարելի ասել, առայժմ էլ ամենաարդյունավետը։ Դե մենք ունեցել ենք ավելի մեծ աստղադիտակ 206 մետրանոց հայելու տրամագծով, Շմիդը 1 մետր է, Շմիդի լեգենդար դիտակ է դա համարվում եւ լեգենդար պատմություն ունի, որովհետեւ դա Հիտլերի նվերն է Մուսոլինիին։ Այդ մասին մենք հյուրերին պատմում ենք, բավական մանրամասնի հիմա կարող եմ շատ կարճ անդրադառնալ, երբ որ Հիտլերը այցելում է Իտալիա, որոշում է Մուսոլինիին մի նվեր անել աստղադիտակ, իրենց լավագույն ընկերությունը դա Կարլ Ցայսի ընկերություններ են ժամանակ, տեխնոլոգիական, տեխնիկայի բոլոր ոլորտներում, այսօր էլ թվային տեխնոլոգիաների Կարլ Ցայս Յենա քաղաքում, այդպես էլ ասում են Կարլ Ցայս Յենա, այդ ընկերությունը, եւ դա սկսեցին կառուցել 30-ական թվականներին, բայց պատերազմի պատճառով ընդհատվեց, հետո տեղափոխեցին որպես ռազմավար վերցեցին Խորհրդային տեղափոխեց Լենինգրադ, այնտեղ ավարտեցին եւ 50-ական թվականների վերջում նոր բերեցին Բյուրականում տեղադրեցին, բայց իրոք շատ բարձր որակի աստղադիտակ է եղել միշտ եւ հիմա էլ շարունակում է լինել, հիմա անցել ենք թվային դիտումների արդեն եւ դրանով Բենյամին Մարգարյանը իրականացրել է իր մեծ շրջահայությունը, այն ժամանակ ասում էին Բյուրականյան առաջին շրջահայություն, հետո արդեն բոլորը Մարգարյանի շրջահայություն են ասում դրան, ամբողջ աշխարհում հայտնի է։ Ամբողջ աշխարհում հայտնի են Մարգարյանի կողմից հայտնաբերված գալակտիկաները։ Մեր ամենամեծ դիտողական արդյունքը դա է միանշանակ Բյուրականի աստղադիտարանի ամբողջ պատմության մեջ Մարգարյանի 1500 գալակտիկաները, որոնք նա հատուկ սկզբունքով, հատուկ հայտանիշով առանձնացրեց եւ հայտնաբերեց, որից հետո ուսումնասիրություններ կատարեցին ամբողջ աշխարհում եւ տեսան, որ դիեզերքի ամենահետաքրքիր օբյեկտներից են։ Առայսօր էլ տարբեր նոր հետազոտություններ են անում, ասենք նոր ալիքային տիրույթներում, ռենտգենյան, չգիտեմ, գամմա տիրույթում դիտումներ եւ եկել զարմանալիորեն հայտնաբերում են, որ Մարգարյանի գալակտիկաները հենց ամենահետաքրքիր նոր ուսումնասիրությունների թվում են նորից։ Նաև Համբարձումյանի հետազոտությունը, որ աստղեր ծնվում են խմբերով։ Այո, ես ասացի, որ աստղասփյուռները հայտնաբերեց, Համբարձումյանի աստղասփյուռների հայտնաբերման հետ, այո, մի քանի բառ ավելացնեմ, միանգամից ինքը եզրակացրեց, որ աստղերը ծնվում են ներկայումս եւ ծնվում են խմբերով։ Դա տեսական աշխատանք էր, դրա համար ես Մարգարյանի աշխատանքը ասացի, որ գլխավոր դիտողական աշխատանքն է Բյուրականի աստղադիտարանի։ Լավագույն աշխատանքները իհարկե Համբարձումյանի տեսական աշխատանքներն են, այդ թվում հետո գալակտիկաների ակտիվության գաղափարը վարկածը, գերխիտ նյութի վարկածը, բռնկվող աստղերի վիճակագրությունը Համբարձումյանի կողմից եւ դիտողական աշխատանքներից շրջահայություններն են։ Մենք ասում ենք շրջահայություն նկատի ունենալով մեծ լայնածավալ դիտողական աշխատանքներ, այսպես են կոչվում աստղագիտության մեջ, իդեպ Համբարձումյանն է ներմուծել այդ եզրույթը եւ հետո ելի եղան շրջահայություններ Բյուրականը հայտնի հենց շրջահայություններով եւ նոր տիեզերական օբյեկտների հայտնագործմամբ։ Շատ աստղադիտարներ ընդհանրապես չունեն նոր օբյեկտներ հայտնաբերած, միայն ուսումնասիրում են արդեն հայտնի օբյեկտներից Բյուրականի առավելությունը կամ գլխավոր ուրվագիծը, որ Բյուրականը տարբերվում է շատ աստղադիտարներից, որ բազմաթիվ նոր օբյեկտներ են հայտնաբերվել այստեղ։ Հիմա նույն ոգով շարունակում եք աշխատանքները։ Պատկերացրեք, այո, մեր մոտ մի քանի բաժիններ հենց նույն ձևով շարունակում են եւ աստղերի եւ գալակտիկաների ոլորտում, այսինքն եւ գալակտիկայի սահմաններում եւ արտագալակտիկ ուսումնասիրություններ են կատարում եւ նոր օբյեկտներ են, տիեզերական օբյեկտներ են հայտնաբերում։ Երիտասարդ աստղեր, բռնկվող աստղեր, տեցուլի տիպի աստղեր, տրադիցիոն հիմա հերբիկ հարո օբյեկտներ կան, ֆուորներ, էկզորներ, այդպիսի տարբեր տերմիններ կան աստղերի վերաբերյալ, միգամացություններ աստղերի հետ կապված, որոնք նույնպես վկայում են երիտասարդ տարիքի մասին
եւ գալակտիկաների ակտիվությունը արտագալակտիկ ոլորտում արդեն տարբեր տեսակի ակտիվ գալակտիկաներ են հայտնաբերվում, քվազարներ, Սեյֆերտի գալակտիկաներ, լայներներ են ասում, տարբեր տենց տերմիններ կան, եւ այդ բոլորում իրական առաջադրաններից մեկն է աշխարհում։ Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները որքանով են օգնում ուսումնասիրություններ կատարելու համար եւ արդյոք աստղադիտանը ապահովված է համապատասխան սարքավորումներով։ Մեր աստղադիտանը իհարկե զիջում է որոշ չափով, որովհետեւ մեր մոտ շատ մեծ ֆինանսական ներդրումներ չկան, ցավոք։ Ֆինանսավորումը շատ է դեռ զիջում արտասահմանյան առաջատար երկրների ֆինանսավորմանը։ Մենք իհարկե համատական կարգով որոշ չափով ավելացումներ եղել են, բայց դա դեռ շատ հեռու է, որ համատում ենք տասնապատիկ, եթե ասեմ, համեստ կասեմ, բայց գոնե այդքան այդ թիվազը 10 անգամ գոնե զիջում ենք։ Բնականաբար առանց այդ էլ Հայաստանը փոքր երկիր է եւ աստղագիտությունը դառել է կարծես հզոր երկրների, զարգացած երկրների մենաշնորհ։ Մենաշնորհ չի ասի, ամեն մեկը կարող է զարգացնել աստղագիտություն, այդ առումով մենաշնորհ չկա, բայց այն առումով մենաշնորհ, որ իրենց մոտ է ստացվում այդ մեծ գումարների շնորհիվ ավելի նոր արդյունքներ ստանալ։ Այդ թվում տիեզերական աստղագիտությունը շատ կտրուկ զարգանում։ Ավելին ասեմ, Միացյալ Նահանգները, որ այդքան հզոր երկիր է, եվրոպական երկրները միացել են համատեղ աստղադիտան են ստեղծել եւ աստղադիտակները Չիլիում են գտնվում, որպեսզի կարողանան դիմակայել, եթե այդ խոսքը տեղին է, կամ մրցակցել Միացյալ Նահանգների հետ։ Նույնիսկ եվրոպական հզոր երկրները Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ այլն, որոնցից ամեն մեկը Հայաստանից հարյուրապատիկ անգամ ավել բյուջե ունի, բնականաբար նույնիսկ 1000 անգամ ավել, օրինակ Գերմանիան հաստատ 1000-ից ավել է Հայաստանի պետական բյուջեն, բայց էլի միայնակ չի կարողանում մրցակցել այսօրվա այս համաշխարհային ուժեղ այս իրավիճակին։ Դրա համար միավորվում են, բայց միավորվել նշանակում է ամեն մեկը իր ներդրումը պետք է ունենա։ Հայաստանը կարող է նույնպես դառնալ այդ մեծ համագործակցության անդամ եւ մենք այդ ուղղությամբ քայլեր արել ենք, փորձել ենք, հանդիպել ենք, քննարկել ենք, բայց մենք մեր ներդրումը պետք է ունենանք, որը շատ մեծ չի, օրինակ մեր բանակցելուց հետո պարզվեց, որ մեզնից ուզում են տարեկան 700,000 եվրո։ 700,000 եվրոն իհարկե չնչին գումար է այնտեղի ներդրումների համեմատ եւ մենք դա պետք է վճարենք, որպեսզի մասնակցենք այդ ընդհանուր գործունեությանը եւ օգտվենք ամեն ինչից, ինչ որ նրանք ստեղծում են, արդեն մենք միասին կստեղծենք, կարելի ասել, եւ օգտագործում են։ Հենց այնպես չի կարող հյուրի կարգավիճակով որևէ երկիր գալ եւ օգտվել։ Բայց դե մեր երկրում այն ժամանակ պատասխանեցին, որ մենք ի վիճակի չենք յուրաքանչյուր ոլորտում, գիտության յուրաքանչյուր ոլորտում այդպիսի մեծ համագործակցության անդամ դառնալ։ Մենք միայն մասնակցում ենք Հորիզոնին, Հորիզոնը ընդհանուր եվրոպական ծրագիր է, գիտության եւ նորարարությունների ոլորտում մեծ այդպիսի հիմնադրամ կա, եվրոպական եւ Հայաստանը դրա անդամակցությունը այո ապահովում է, որի միջած գումարը նույնպես այդ կարգի է տարեկան։ Սարքավորման բացակայությունը չի խանգարում ընդհանուր աշխատանքին գիտնականների։ Իհարկե, դրա համար ես ասացի, մենք զիջում ենք եւ բավական հետ ենք գնում, բայց հետաքրքիր մտահղացումների, ճկուն գաղափարների շնորհիվ կարողանում ենք որոշ չափով լրացնել։ Բացի այդ, մենք իհարկե համագործակցում ենք եւ հեն աստղագետներ արտասահման գիտնականների հետ, արտասահման աստղադիտանների այնտեղի սարքերի օգտագործումը նույնպես ներառում են իրենց հետազոտություններում, այդ թվում եւ տիեզերական աստղադիտակների արդյունքները։ Աստղագիտության մեջ այսպիսի ընդունված կարգ կա, ամեն մի հետազոտություն, ամեն մի հեղինակ իրավունք ունի պահել տվյալները փակ 1 տարի։ Առաջին տարին դրանից հետո բացվում է ամբողջը եւ իրենք չեն հասցնում օգտագործել այդ բոլոր տվյալները, տվյալները այնքան շատ են հիմա կուտակվել աստղագիտության մեջ։ Այսինքն ցանկացած աստղագետ կարող է վերցնել, համադրել տվյալներ տարբեր դիտումներից, տարբեր դիտակներից, տարբեր ալիքային տիրույթներում եւ ժամանակային կտրվածներում եւ ստանալ ավելի արդյունավետ նույնիսկ արդյունք, ավելի լավ արդյունք, քան հեղինակները, իրենք որոնք մտահղացում ունեցել էին այդպիսի տիեզերական աստղադիտակ կառուցել կամ թեկուզ ցամաքային աստղադիտակ կառուցել։ Այնպես որ այդ հնարավորությունը կա։ Բացի այդ ստեղծված են վիրտուալ աստղադիտարաններ, աշխարհի մի շարք երկրներ ստեղծել են վիրտուալ աստղադիտարաններ, որոնք թույլ են տալիս մինչև միջավայր ստեղծել գիտնականների համար, որի սահմաններում
դու ստանում ես հասանելիություն դեպի բոլոր տվյալները աշխարհի։ Եվ մենք էլ ենք ստեղծել հայկական վիրտուալ աստղադիտարան կար դեռևս 2005 թվին, եւ մեր առաջիններից մեկն է եղել դեպ 2002 թվին է ստեղծվել միջազգային համագործակցությունը, այդ ալյանսը միջազգային, եւ 5 թվին ընդամենը 3 տարի անց Հայաստանը միացել է։ Վերջին տարիներին նոր երկրներ միացան, հիմա ընդամենը 20 երկիր ունի այդպիսի նախագիծ։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանը top 20-յակի մեջ է աստղագիտության աշխարհի, որը շատ բարձր դիրք է, որտեղ այդ 20-յակի մեջ են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ավստրալիան եւ եվրոպական հազարգացած երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հոլանդիան, Իսպանիան եւ այլն, երևի մի 10-12 թվարկեցի արդեն։ Պատկերացրեք ինչպիսի երկրների շարքում ենք մենք եւ մեզ ընդունել են։ Իդեպ շատ երկրներ դիմում են եւ չեն ընդունվում, որովհետեւ համարվում է, որ իրենց ներդրումը փոքր է։ Ես ինքս այդ համագործակցության գործադիր կոմիտեի անդամ եմ եւ մենք տարեկան 2 անգամ ֆիզիկապես եւ մի քանի անգամ վիրտուալ հանդիպումներ ենք ունենում եւ քննարկում ենք բոլոր ընթացիկ հարցերը, այսինքն աստղագիտության զարգացման կարելի ասել միտումները, տենդենսները, հեռանկարները անընդհատ քննարկում ենք եւ նայում ենք թե ինչպես պետք է կազմակերպել դա եւ հարցերի թվում լինում է որ նոր երկիր է դիմել, ուզում է դառնալ անդամ եւ ցավոք սրտի ես ինքս իհարկե մենակով ոչ մի դեր չեմ կարող խաղալ 20 երկրների թվում, բայց 20 երկրները իրենք բավական խիստ դիրքորոշում ունեն, եթե բավականաչափ ներդրում չունի տվյալ երկիրը չեն ընդունում ուղղակի։ Այլապես շատերն են ուզում դառնալ այդ համագործակցության անդամ։ Տեսնում եք նեղվելով դեռ 20-յակում եք, բայց եթե ունենանք համապատասխան սարքավորումները, որտեղ կլինենք, բայց մեկ երևի խոսքը հայելու մասին է, հա, դիկտակի։ Դրա արժեքը ինչքան է, որ հայելին լավն է, հայելին չէ, հայելուց բացի պետք է նաև թվային ընդունիչներ եւ ձևափոխիչ սարքեր կան։ Երբեմն աստղայտակից բացի նրա սարքերը համարյա նույն արժեքն են կազմում ինչ-որ ամբողջ աստղայտակը։ Հիմա շատ թանկ սարքեր կան։ Եվ բարձր է, որ ասենք մի թիվ ասեմ, որ ոչ ամենաբարձր թիվն է, բայց $1 միլիոն։ Մեր աստղադիտարանի պետական բյուջեն տարեկան $1 միլիոն չի հասնում։ Իսկ մի սարքը արժի միայն $1 միլիոն, այն էլ ոչ ամենաթանկերը։ Բարձր մենք հրաժարություն չունենք, մեր բյուջեն ընդհանրապես տրվում է աշխատավարձեր եւ կոմունալ ծառայություններ վճարելու համար։ Ցավոք, ճիշտ է, մեր պետությունը որոշ չափով գիտությունը կարևորում է, ես վստահ ասում եմ որոշ չափով, որտեղ ավելի լուրջ կարևոր է դեպքում իհարկե շատ ավելի հնարավորություններ կընձեռնեին, բայց դեռ այն հնարավորությունները չեն, որոնք օրինակ մենք դիմել ենք նաև սարքավորումների համար այդպիսի ֆոնդեր ունեն գիտության պետական կոմիտեն, գործողումների որոշ չափով տալիս են, թեմատիկ ֆինանսավորում կա, բայց միևնույն է, այդ բոլորը հաշվի առած մենք ինչպես ասեցի տասնապատիկ անգամ դեռ հետ ենք։ Իսկ մենք ուզում ենք մրցակից լինենք, մրցակցային լինենք։ Այսինքն, չգիտեմ, այդ մեր ազգից է գալիս, թե մեր աստղադիտարանի ավանդույթներից է գալիս, մենք չենք հաշվում նրա հետ, որ մենք երկրորդ դիրքերում լինենք։ Նույնիսկ այսօր այսքան հնարավորությունների սահմանափակ պայմաններում մենք էլի չպիտի համարենք, որ հալավ սա է Հայաստանի բախտը կամ բերական աստղադիտարանը չի կարող լինել առաջատար դիրքերում։ Մենք էլի առաջատար դիրքերում ենք եւ շատերն են ընդունում։ Այն որ մեզ անընդհատ հրավիրում են արտասահման տարբեր միջոցառումների, դա շատ լավ վկայություն է, որտեղ տեսեք ոչ մի ոլորտում այդպիսի բան չկա։ Ոչ ոք թող չնեղանա, բայց նույնիսկ ազգային ժողովի պատգամավորները, որ գնում են արտասահման, դա մեր պետության հաշվին են գնում։ Մեր գործողությունների մեծ մասը իրականացվել է եւ ֆինանսավորման մեծ մասը իրականացվել է դրսից, այսինքն իրանք այնքան են հետաքրքրվել մեր գիտնականների այցելությամբ, որ մեզ վճարում են կամ մասնակի գոնե վճարում են։ Հիմա մենք էլ ունենք որոշ, ինչպես ասացի, գիտության կոմիտեն տրամադրում է որոշ չափով մասնակի ֆինանսավորում, դա իհարկե օժանդակում է, լավ է շատ, բայց գործողումները 1/3 կլինեին կամ 1/100 այն ինչ որ հիմա ունենք, եթե չլինեին դրսից հրավերները ֆինանսավորմամբ։ Բացի սարքավորումները, կարծում եմ նաև մասնաշենքերը ունեն վերանորոգման կարիք։ Իհարկե, դահլիճը եւ այլն։ Դա թողել ենք վերջին հերթին, մեր բոլոր քննարկումների, մեր բոլոր խնդիրները թվարկելիս, ավելի կարևոր է իհարկե, որ ընթացիկ աշխատանքը լավ ապահովենք, բայց այդ շքեղությունը, որ հիմա ինչ ասեմ, չեմ ուզում շատ քննադատել, բայց օրինակ ասենք մտնում ես հարկային տեսչություն, հիանում ես թե ինչպիսի ժամանակակից վերանորոգում է արված։
Հիմա այդ չգիտեմ ում համար է դա, որովհետև ասենք արտասահմանցի գիտնականները գալիս են Վիրական աստղադիտարան, այցելում են եւ մեր երկրի դեմքն է, որ աստղադիտարանը լինի ներկայանալի։ Հարկային տեսություն չեն գնում, բայց հիմա այնտեղ գումար ունեն անում են։ Մենք գումար չունենք այդքան, որպեսզի կարողանանք վերանորոգենք։ Իհարկե այստեղ երկու բան նշեմ, եւ օբյեկտիվ հանգամանք կա, եւ սուբյեկտիվ։ Օբյեկտիվը նա է, որ Խորհրդային Միության ժամանակ շատ խոշոր է կառուցվել։ Խորհրդային Միության աստղադիտարներ, դա ոչ թե միայն Հայաստանի։ Եթե Հայաստանը անկախ ժամանակ փորձեր աստղադիտարան կառուցել, հաստատ չէր անի, եւ մենք չէինք ունեն աստղադիտարան։ Սա Խորհրդային Միության ժառանգությունն է, Համբարձումյան ուներ շատ մեծ եղանակություն Մոսկվայում, բոլոր կարևորագույն շրջաններում այնտեղ, քաղաքականից սկսած վերջացած գիտությունների ակադեմիա եւ այլն, եւ նա կարողանում էր գումարներ հայթայթել Հայաստանի համար, որ խոշոր սարքեր տնեին, աստղադիտարներից որ կառուցեցին եւ այլն։ Լրացուցիչ ֆինանսավորում էր կարողանում գտնել։ Այնպես որ ես շատ էլ չեմ մեղադրում, որովհետև հիմա դժվար է, հիմա փոքր Հայաստանի համար դժվար է շարունակել նույն տեմպերով, նույն մակարդակով պահել աստղադիտարանը։ Բայց մյուս կողմից պահելը շատ ավելի հեշտ է, այստեղ երկակի հարց է, երկու կողմից է կարելի մոտենալ։ Շատ ավելի հեշտ է, քան նոր բան կառուցել։ Եթե մենք կորցրեցինք, շատ ցավալու ենք հետո, որովհետև դա արդեն վերականգնել հնարավոր չի։ Մի օր կուզենք վերականգնել, կտեսնենք, որ զրոյից պետք է կառուցենք նորից, որովհետև արդեն կարող է կորցրած լինենք։ Հիմա շատ երկրներ, նույնիսկ հետամնաց երկրներ, ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում եւ գիտեմ նույնիսկ հետամնաց երկրները զարգացնում են գիտություն, տիեզերական նույնիսկ գիտություն, աստղագիտություն, այնպիսի գիտություններ, որոնք թվում է թե առօրյա կարիքների համար դեռևս պետք չեն։ Դուք նշում եմ դեռևս, որտեղ ապագայում գնալով ավելի ու ավելի կարևորվելու օրինակ տիեզերական հետազոտությունները արդեն մտել է շատ բուրըն ձևով մեր կյանք եւ ամեն ինչ համար է հիմա տիեզերքից է արվում։ Շատ բարձ օրինակներ կարող եմ բերել, հենց օրինակ հեռահաղորդակցությունները, եղանակի տեսությունը, քարտեզագրումը, բոլորը գիտեն Google Maps-ը, այդպիսի ճշգրիտ քարտեզագրումը ընդհանրապես պիտի երազեն երկրի վրա դա անհնար կլիներ իրականացնել, եթե չլինեին տիեզերքի դիտումները։ Եվ բոլոր մյուս ոլորտներում էլ տիեզերական դիտումները, բայց այդ դիտումների մի մասն էլ ուղղվում է դեպի հեռավոր տիեզերք, դա աստղագիտությունն է։ Հիմնական երկրի ուղեցրից նայում են երկրին, տարբեր հետազոտություններ անում երկրի վրա, 95%-ը դա, եւ ընդհանրապես մի 5%-ը դեպի դուրս են նայում, այսինքն նայում են մեծ տիեզերքում ինչ կա։ Եվ տիեզերքի ուսումնասիրությունը ինչով է կարևոր, որ մենք այնտեղից սովորում ենք նոր բաներ, սկսած ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքներից, վերջացրած քիմիա, կենսաբանություն, բոլոր ոլորտներում մենք նոր բաներ ենք սովորում տիեզերքից, եւ դա հետո կիրառում ենք մեր կյանքում։ Ուղղակի գիտությունը մի քիչ ավելի երկարատև վերադարձվող արդյունք է, պետք է համբերություն լինի, այսինքն չի կարելի ասել առևտուր չի, որ մի բան վաճառեցիր, գումարը ստացար միանգամից։ Գիտության մեջ եթե արդյունք ես տամ, կարող 20 տարի հետո դա պետք է, կարող 50 տարի։ Բայց միամիտ է այն մարդը, որը մտածում է, իդեպ նաև քաղաքական գործիչներին եմ դիմում, որոնք կարծում են, որ մեզ պետք չի 20 տարվա հետո եկող արդյունքը կամ 50 տարվա։ Դա նշանակում է կանգնեցնել մեր զարգացումը։ Դա նույնն է, ոնց որ մենք հիմա ոչինչ չունենանք, որովհետև 20 տարի առաջ չէինք մտածել այդ մասին։ Եթե 20 տարվա առաջվա արդյունքը հիմա է ծառայում, ուրեմն մեզ պետք է չէ, որտեղ մարդիկ մտածում են հիմա մի բան լինի։ Բայց այդ նույն հիման գալու է 20 տարի հետո, այսինքն մարդիկ կանելու են ասում են, ինչու է Հայաստանի տնտեսությունը այսքան վատ վիճակում, որտեղ 20 տարի առաջ չեն մտածել դրա մասին։ Ու պայմանական եմ ասում 20 տարի։ Ամեն ինչ որ արվում է, եւ ընդհանրապես եթե ուշադրություն դարձնեք, աշխարհի լավագույն բիզնեսները, ամենախոշոր ընկերությունները հեռանկարային են աշխատում։ Նրանք ամեն տարվա կարճ մտածելակերպով չեն աշխատում։ Այդ մանր բիզնեսը, հա, բայց խոշոր ընկերությունները, որոնք աշխարհում կան եւ բոլորին հայտնի են, ամենահզոր ընկերությունները, նրանք երկարատև ներդրումների վրա են աշխատում եւ հեռանկարային եւ հետեւողական քայլեր են անում իրենց աշխատանքում։ Սա է մարդկության ապագան։ Եթե մեր երկիրը, մեր ղեկավարությունը մտածում է, որ Հայաստանը պետք է նաեւ գոյատևի 10 տարի հետո, 20 տարի հետո, 50 տարի հետո, ապա պետք է այդ ներդրումները հիմա արդեն արվեն։ Մոտավորապես 10 տարի աշխատել եք Վիկտոր Համբարձումյանի հետ։ Ինչպիսի մարդեր, ինչ հետաքրքրություններ ուներ եւ ընդհանրապես ինչ էր մտածում աստղագիտության զարգացման առումով։ Ես մի բան պետք է ասեմ, թող սուբյեկտիվ չնչի, բայց իմ հանդիպած բոլոր մարդկանցից ամենաիմաստուն մարդը Համբարձումյանն էր։ Իսկ ես հանդիպել եմ աշխարհի խոշորագույն ամենաբոլոր գիտնականներին,
աստղագիտության ոլորտի եւ ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրների հետ եմ շփվել, շատ ծանոթներ ընկերներ ունեմ, իսկապես շատ խոշոր գիտնականների հետ, բայց համբարձումներին առաջ տեղում կդնեմ։ Եվ նույնիսկ այդ ճիշտ է, ես երիտասարդ էի, գուցե նայում ինչ տպավորություններ ուրիշ, բայց նա շատ խորիմաստ մարդ էր, շատ իմաստուն մարդ էր։ Նույնիսկ այդ ծեր տարիքում, իսկ ես երբ որ եկա աշխատանքի, ինքը արդեն փաստորեն 78 տարեկան էր, բերական երբ որ եկա աշխատանքի, եւ վերջին 10 տարին հնարավորին չափ փորձել եմ առնչվել, ժամանակ ամեն մեկը չէր կարողանում շատ շփվել իր հետ, եւ իմ բախտը բերեց վերջին 2 տարին ընդամենը 94 թվականին, երբ որ ես դառա Աստղադիտանի գիտական քարտուղարը, իսկ Համբարձումյանը մահացել է 96 թվականին, այսինքն վերջին ընդամենը 2 տարին սերտ շփվել եմ եւ զգացել եմ, թե ինչպեսի մարդ էր Համբարձումյանը։ Շատ բարի մարդ էր նախ, չգիտեմ, տարբեր խոսակցություններ իր մասին կարող է լսեք տարբեր մարդկանց կարծիքները, ես իմ կարծիքը կհայտնեմ, շատ պատրաստական եւ ընդհանրապես շատ բազմազան հետաքրքրություններ ուներ։ Նույնիսկ ինքը որ այդքան նվիրված էր աստղագիտության, խորապես նվիրված էր։ Թվում էր, թե 99% ժամանակի աստղագիտության մեջ է անցնում։ Եվ ինքն էլ մի արտահայտություններ, այսպես հումորային, ասում էր աստղագիտությունը շատ խանդոտ կին է։ Եթե նվիրվում ես, պետք է նվիրվես, չես կարող ուրիշ հետաքրքրություններ։ Բայց զարմանալիորեն այն մի տոկոսի մեջ, թե մի քիչ ավել, իր մոտ կային հետաքրքրություններ, թե գրականության, թե աշխարհային երաժշտության, դասական երաժշտության եւ շատ այլ ոլորտների, ել չեմ ասում գիտության բոլոր ճյուղերի, որտեղ նա ակադեմիայի պրեզիդենտներ եւ երկար տարիներ եւ բնականաբար մտածում էր բոլոր ճյուղերի մասին։ Հայտնի է, որ Հայաստանում մինչեւ Համբարձումյանը, մինչեւ գիտությունների ակադեմիայի ստեղծումը ճշգրիտ գիտություններ համարյա չկային։ Մենք ունեինք շատ լավ մակարդակի հայագիտություն, պատմագիտություն եւ այլն, լեզվաբանություն, միայն Աճարյանի մասին ասել արդեն հերիք է, թե ինչ մակարդակի գիտնականներ ունեինք, այնժանակ, բայց ոչ ճշգրիտ գիտությունների, բնական գիտությունների գծով մենք չունեինք համարյա ոչ մի բան, ոչ ֆիզիկա, ոչ քիմիա, ոչ կենսաբանություն, բայց 40-ական թվականներից բուրըն կերպով դա զարգացվեց եւ հիմնականում կարծում եմ Համբարձումյանի ներդրումները այստեղ եւ այլ մեր երևելի գիտնականների նույնպես։ Եվ հիմա տեսեք ինչ մակարդակ ունենք։ Մենք կարող ենք հպարտանալ, որ փոքրիկ Հայաստանը ունի շատ բարձր մակարդակի բնական գիտություններ, եւ որ նայում ենք հիմա համաշխարհային վարկանիշներ կան, որ նայում ենք հենց բնական գիտություններով ենք ամենաառաջը մենք։ Գիտությունների բոլոր գիտությունների մեջ մենք աշխարհում 93-րդն ենք, որը նույնպես բարձր ցուցանիշ է, որտեղ տնտեսությամբ շատ ավելի հետ ենք, տնտեսական ցուցանիշներով բյուջեն վերցնենք, թե հնան վերցնենք, թե բնակչությունը կարող ենք վերցնել, տարածքը վերցնել, Հայաստանը երկրորդ հարյուրամյակի մեջ է։ Գիտությամբ մի քիչ ավելի առաջ է, ոնց որ այստեղ իմ շատ կարևոր հանգամանք պետք է նշեմ, որ շատերը չեն հասկանում եւ չեն պատկերացնում կամ չեն ուզում ընդունել, որ գիտությունը ավելի արդյունավետ է աշխատում, քան մեր տնտեսությունը։ Շատերին թվում է, թե գիտությունը այսօր пассив է, լավ չի աշխատում, բայց տեսեք, տնտեսությամբ մենք շատ ավելի հետ ենք աշխարհի երկրների մեջ, գիտությամբ առաջ ենք։ Միանշանակ դա նշանակում է, որ գիտությունը ավելի արդյունավետ է աշխատում Հայաստանում, քան տնտեսությունը ընդհանուր վերցրած։ Ինչքան էլ մարդիկ ուզում են կարևորեն բիզնեսը եւ այլն։ Եվ այդ 92-ը դեռ շատ հետ թիվ եմ ասել, որովհետեւ հիմա եթե առանցին թվարկենք տարբեր ոլորտներ, օրինակ ֆիզիկայի ոլորտը 53-րդ տեղում է։ Աստղագիտությունը, որ ամենաառաջատարն է, 41-րդ տեղն ենք մենք աշխարհում, բոլոր երկրների մեջ։ Այսինքն դա նշանակում է տնտեսության համեմատ եռապատիկ ավելի ակտիվ է, ավելի առաջ է, այսինքն տնտեսական ամեն մի ներդրման դիմաց 3 անգամ ավելի էֆեկտը մեր մեծ է, քան միջին աշխարհի երկրներում կարելի ասել։ Ավելին ասեմ, 41 երկիրը թող չթվա թե շատ հետ ենք, 40 երկիր աշխարհում որ թվարկենք, այնպիսի հզոր երկրներ են, որոնց բյուջեն կամ հնան մեզնից հարյուրապատիկ, որոշների դեպքում հազարապատիկ բարձր է։ Մրցակցել հարյուրապատիկ ավել բյուջե ունեցող երկրների հետ դա ֆանտաստիկա է բարձր։ Բայց մենք կարողանում ենք նույնիսկ մրցակցել տասնապատիկ ավելի շատ ներդրումներ գիտության մեջ ունեցող երկրների հետ եւ նրանցից առաջ ենք։ Իսկ 40 երկիրը դե գիտեք աշխարհի զարգացած երկրները, միայն Եվրոպայում որ թվարկես 40 այնպիսի զարգացած երկրներ կան, որ Հայաստանից կարող էին առաջ լինել, բայց նույնիսկ եվրոպական երկրներից մի 20-ից մենք առաջ ենք։ Այսպիսի իրավիճակ է։
Այնպես որ դա բավական կարևոր է, որտեղ մեր նորից համարձակության եթե անդրադառնանք, նրա դրած հիմքերից է գալիս։ Եվ այս բոլորը կարծում եմ մեր հետ այն ինչ որ մենք հիմա ունենք այս արդյունքները պետք է պահպանել, այստեղ այսպիսի խնդիր կա գաղափարական, կարելի է փոշիացնել, կարելի է զրոյացնել, մանավանդ որ սերունդներն են մեծանում, սարքերն են հնանում, տարբեր process-ներ են գնում, որոնք իդեպ ցավալիորեն նպաստում են մեր ավելի հետընկնելուն։ Իսկ առաջ ընկնելու նպաստող դա պետք է լինի պետության կողմից շատ լուրջ վերաբերում եւ կտրուկ փոփոխությունը քաղաքականության։ Փոքր երկրները ուրիշ շանս չունեն վերապրելու, գոյատևելու այս մրցակցային աշխարհում, քան գիտության բարձր տեխնոլոգիաների վրա շեշտը դնելով։ Տնտեսությունը ընդհանուր առմամբ, գյուղատնտեսությունը վերցնենք, արդյունաբերությունը Հայաստան չի կարող հիմա կտրուկ այդպես աճեցնել, միայն բարձր տեխնոլոգիաներն որ թույլ են տալիս փոքր երկրին մրցակցել աշխարհում, ջրի երեսին մնալ։ 80-ամյակի շրջանակներում ինչ կարևոր միջոցառումներ են նախատեսված։ Մենք ունենք մի շարք գիտաժողովներ, ամառային դպրոցներ, ունենք կրթական ծրագրեր, օրինակ ունենք բյուրականային գիտաճամբարը հերթական։ Ընդհանրապես այսպես ասեմ, գուցե մի քիչ սիմվոլիկ է, բայց այս տարվա բոլոր միջոցառումները նվիրում ենք 80-ամյակին, քանի որ այս տարին 80-ամյակի հենց հովանու ներքո է անցնում։ Նաև աստղագիտության պատմության թանգարան եք, չէ՞ ուզում հիմնել։ Այո, մենք արդեն դրա ուզում քայլեր արել ենք, շատ շուտով դա կբացենք, արդեն վերանորոգել ենք, տեղադրել ենք այնտեղ որոշ ցուցանմուշներ եւ այլն աշխատանքներ են արվում։ Աստղագիտության պատմության թանգարան, աստղացուցարան ենք բերել, պատվիրել եւ շուտով պետք է տեղադրենք։ Միջոցառումները ընթացիկ արվում են, մի շարք միջոցառումներ բավական լուրջ մի շաբաթ տևող միջոցառումներ են, կան նաև ավելի կարճատև մեկ օրանոց միջոցառումներ, բայց նույնպես շատ հեղինակավոր, օրինակ ասենք մենք հյուրընկալել ենք Հայաստանում արտասահման երկրների բոլոր դեսպաններին եւ դա արտգործնախարարության հետ համատեղ ենք անում եւ դա նվիրված է մեր կողմից գրանցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքի 15-ամյակին։ Մենք ունենք այդ մարգարյանի շրջանառության մասին խոսեցինք, մարգարյանի շրջանառության թիթեղները որպես փաստագրական արժեք, որ թվայնացրեցինք, գրանցեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների ցանկում։ Աշխարհի հիշողություն է կոչվում այդ ցանկը։ 80 տարի անց, եթե Վիկտոր Համբարձումյանը գա աստղադիտարան, ինչը նրան կզարմացնի եւ ինչը կզայրացնի։ Նախ Համբարձումյանը շատ պահանջկոտ էր, զայրացնել բառը շատ ճիշտ օգտագործեցիք։ Կզայրացնի երևի այն, որ առաջվան նման ես միանշանակ ասեմ եւ դրանից դա բոլորին պետք է վերաբերի այդ քննադատությունը, այդքան խիստ, այդքան նվիրված մարդիկ հիմա չեն աշխատում։ Առաջ երբ որ Համբարձումյանը ինքը 16 ժամ աշխատում էր օրականից, դա բոլորը գիտեն։ Մյուս աստղագետներն էլ իրենց թույլ չէին տալիս ավելի պակաս աշխատել։ Ինչպես կա։ Ես մի անգամ հումորով մի ասպիրանտ աղջիկ կար ժամանակին, անունը չտամ, որ սա որևէ մեկին կարող է վերաբերել, բոլորին էլ կարելի է ուղղել այս խոսքը։ Ասեցի, որ տեսնեի, որ նա լավ չի աշխատում, այսինքն քիչ է աշխատում, իր վրա ջանք չի գործադրում։ Ասեցի, հետաքրքիր է, դու քեզ Համբարձումյանից քանի անգամ խելոք ես համարում։ Զարմացա, ասեցի, ինչ եք ասում, պարոն Միքայելյան, ոնց կարող ես Համբարձում։ Ասում, բա Համբարձումյանը 16 ժամ աշխատում էր, դու մի 3-4 ժամ աշխատելով ուզում ես Համբարձումյանի կամ ուզում ես ինչ-որ արդյունք տալ։ Բնականաբար, եթե դու Համբարձումյանին զիջում ես անով, տաղանդով եւ այլն, ուրեմն պետք է իրանից էլ ավելի շատ աշխատես, որ մի բանի հասնես, չէ։ Այդ դա չկա, այսօր այդ էնտուզիազմը չգիտեմ ինչու, բայց դա բոլոր ոլորտներում է, գիտեք, մի քիչ մարդկանց մեջ կորել է։ Երևի ավելի այս նոր տեխնոլոգիաների գալու հետ հնարավորությունը որ շատացել են, մարդիկ ավելի հանգիստ են վերաբերվում։ Թվում է թե ավելի արագ կարող։ Մենք առաջ մի հատ սպեկտր մշակելու համար մի ամբողջ օր կարող է չարչարվեինք։ Հիմա մի րոպեում դրում ես համակարգչը մշակում ես։ Այդպիսի մեծ փոփոխություն են եղել, մարդիկ մի հատ այդպիսի հումորային բան կա, չէ, խոսույթ, որ ասում են ծրագրավորումը առաջացել է ծուլությունից, որ մարդիկ ծույլ են եղել, չեն ուզեցել շատ չարչարել, ծրագրեր են գրել, որ արագ անի համակարգչի իրենց գործը։ Եվ դա դրանից կզայրանար Համբարձումյանը, որտեղ միևնույն է նա կպահանջեր, որ աշխատեին 16 ժամ։ Իսկ ինչիով կհպարտանար կամ կզարմանար, կարծում եմ մենք 21-րդ դարում կամ վերջին 20-30 տարում համարյա վերցնենք իր մահվանից հետո ուղիղ 30 տարի անցել, մենք այնպիսի միջազգային
գոնե ներկայանալու առումով արդյունքներ գրանցեցին, որ համարցում են ազատ կապարտանորթև աստղայտանի ճանաչելիության հետ է սա կապված։ Դա թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներ, ինչպես նշեցի, թե միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված տարածաշրջանային կենտրոնի ստատուսը, այդ կարգավիճակը, թե ազգային արժեքի, թե աստղայտանը մտել է նշանավոր աստղագիտական ժառանգության ցանկը, որը նույնպես ստեղծել է միջազգային աստղագիտական միությունը եւ համարում են դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարակից, այդպես թեկնածությունների ցանկ, թե որ աստղայտանի տարածքը ճանաչվել է դենդրոպարկ, պահպանվող տարածք, եւ այդ ուղղությամբ դες քայլեր արել ենք եւ մցրել ենք միջազգային դպրոցների շարքը, որ արդեն 2006 թվականից կանոնավոր կերպով իրականացնում ենք, մի շարք նոր գիտաժողովներ արեցինք, համարցում է շատ էր կարևորում միջազգային աստղագիտական միության պաշտոնական գիտաժողովները եւ 3 անգամ նա իր նախաձեռնությամբ անցկացրել էր իրականում։ Իր մահվանից հետո պատկերացրեք 4 անգամ եւս արվել է այդպիսի բան, ավելի կարճ ժամանակահատվածում, բայց միջազգային համագործակցությունը, միջազգային ճանաչելիությունը կամ միջազգային կապերը բյուրականի հաստատ շատ ավելի լավ վիճակում են, քան նախկինում։ Դա գալիս է իհարկե այն ժամանակվա սովետական միության փակ լինելուց։ Նույնիսկ այն ժամանակ համարցում են հաջողում էր շատ բաներ անում էր, որ խորհրդային միությունում համարյա անհնար էր։ Համարցումյանի պոտենցիալը շատ մեծ էր։ Բայց իհարկե հիմա շատ ավելի բաց է աշխարհը, շատ ավելի հեշտացել է, դրա համար մենք կարողացել ենք նույնպես այդ ուղղությամբ բավական հաջողություններ գրանցել։ Մի խոսքով այսպեսի բան, բայց կադրերի առումով օրինակ թերություններ կան, եթե թերությունները նշենք, քիչ են մեր երիտասարդ կադրերը, լավերը ավելի շատ փորձում են մեկնել արտասահման, այնտեղ լավ աշխատատեղեր գտնել, տեխնիկան դե ինչպես մի քանի անգամ արդեն նշեցինք, տարբեր առիթներով տեխնիկան է զիջում լավագույն տեխնիկային եւ միջազգային խոշոր նախագծերին միանալը բյուրականի այդ ցանկալի կլներ այսօր դա էր դրանով ենք հետ շատ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։